Երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ է նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչու է վարչապետն անձամբ զբաղվում Ցեղասպանության թանգարան ինստիտուտի HR հարցերով։ Էդիթ Ագզոյանը հեռացավ լուռ, բայց թեման հանրային մեծ աղմուկ բարձրացրեց։ Որն է պաշտոնանկության իրական պատճառը։ Թանգարան ինստիտուտի աշխատակիցները փորձել են իմանալ վարչապետից։ Քանի որ հստակ տեղեկություններ չունեինք ինչի համար, որոշեցինք դիմել վարչապետին, պատասխանանակ չենք ստացել։ Մինչև կստանային նամակի պատասխանը աշխատակիցները Փաշինյանի ճեպազրույցից իմացան, որ Էդիթ Ագզոյանի հեռացման պատճառը Ջեյդի Վենսին գիրք նվիրելն է եղել։ Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Հայաստանի այն պետական պաշտոնյանը, որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ինչ թեմա կա։ Այսինքն մենք պետություն ենք, թե սա բան է, ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բանանում, փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս։ Պաշտոնանկության բոլորովին այլ հիմնավորում է ներկայացվել հոգաբարձուների խորհրդին։ Ըստ ԿԳՄՍ նախարարության Գզոյանը չի տիրապետում շինարարական գործընթացների կառավարման անհրաժեշտ հմտություններին։ Այս ձևակերպման շրջանակում էլ հոգաբարձուների խորհուրդը քվեարկություն է անցկացրել։ Թանգարան ինստիտուտի տնօրենի նշանակման կամ պաշտոնանկության հարցը ոչ թե վարչապետի, այլ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների տիրույթում է։ Նրանց ներկայացած պատճառը բոլորովին ուրիշ է եղել, ինչպես հիմա պարզվեց, որ խնդիրը բոլորովին այլ է։ Հոգաբարձուների խորհուրդը քվեարկել է Տիկին Գզոյանի կողմից շինարարական հմտություններին պակաս տիրապետելով խնդրի շուրջ։ Ինչով է Վենս ամուսիններին գիտնականի նվիրած գիրքը խանգարում խաղաղության գործընթացին եւ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը։ Տնօրենը ընդհանրապես ներկայացրել է նույնիսկ այս դեպքում շատ կոռեկտ կերպով, ընդհանրապես ներկայացրել է ամերիկյան մամուլը հայոց ցեղասպանության մասին գիրքը եւ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի արձագանքները Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ։ Սա նույնիսկ հայկական գիտական համայնքի պրոդուկտ չի, հայաստանյան նյութ չի, ամերիկյան նյութը, ամերիկյան քաղաքական գործ չինա նվիրվել ամերիկյան մամուլի մասին տեղեկություններ։ Տնօրենի հավանական փոխարինողը հայտնվեց բավականին արագ Փաշինյանի նախկին օգնական դիվանագետ Հրաչյա Թաշչյան։ Էպիկենտրոնի նկարահանման պահին նա Թանգարան ինստիտուտում չէր։ Աշխատակիցները եւս նոր ղեկավարի մասին մեկնաբանություն չունեին։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։